Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածը ևս 10 օրով հետաձգելու մասին։ Արդյոք սա դադար է, թե պարզապես նոր հարվածից առաջ շունչ քաշելու փուլ։ Իրանագետ Ժաննա Վարդանյանը համոզված է, սա իրանական կողմն ընկալում է որպես վերադասավորումների փուլ։ Քաղաքական կողմը եւս շատ մեծ նշանակություն ունի եւ նմանատիպ հայտարարությունները երբ հնչում են Թրամփից, լինի դա սկզբնական շրջանում 5 օրով հետաձգելու մասին, հետագայում 10 օրով հետաձգելու մասին, դրանք օրինակ իրանական կողմում ընկալվում են որպես պարզապես շեղելու, ժամանակ շահելու միջոց, իր վերադասավորումներն անելու եւ տարածաշրջան նոր ուժեր ուղարկելու համար։ Վերլուծաբան Հովսեփ Խորշոդյանի դիտարկմամբ ինչ հնարավոր էր արդեն ռմբակոծվել է։ Հիմա ԱՄՆ-ն կանգնած է ավելի վտանգավոր ընտրության առաջ, հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչը կհանգեցնի կոշտ հակահարվածի եւ համաշխարհային ճգնաժամի։ Եթե Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորվեն, Թեհրանը պատասխանելու է նույն կերպ, հարվածելով տարածաշրջանի երկրների կարևոր օբյեկտներին, հատկապես ծոցի երկրներում։ Ջրի ֆիլտրման, գիտեք, խմելու ջուր արտադրող հաստատությունների, իսկ դա ուղղակի սովի կբերեր, ոչ թե սովի, այլ ծարավի, այս դեպքում, բայց նաև հետագայում նաև սովի, որտեղ այնտեղ գյուղմթերքի արտադրությունն է դրա վրա հիմնված։ Տարածաշրջանում լարվածությունը հատկապես ծրվում է Հորմուզի նեղուցի շուրջ։ Իրանը սպառնում է ամբողջությամբ փակել այն, ինչը կարող է կաթվածահար համաշխարհային տնտեսությունը։ Սա նշանակում է ոչ միայն ռազմական, այլև գլոբալ տնտեսական ճգնաժամի խորացում։ Այդ պատճառով էլ Միացյալ Նահանգները փորձում է հաշվարկել գնալ էսկալացիայի, թե գտնել դուրս գալու տարբերակ։ Եթե անգամ կարողանան գրավել հարկակղզին, դեռ նահանգները պետք է կարողանա պահել այդ կղզին, իսկ դա շատ բարդ է լինելով, հաշվի առնելով, որ կղզին շատ մոտ է Իրանի տարածքին եւ Իրանը հեշտությամբ կարող է այնտեղ հրթիռակոծել, ԱԹՍ հարվածներ հասցնել, հետեւաբար զուտ գրավելը դեռևս ցույց չէ, որ նահանգները կկարողանան նաեւ կղզին պահպանել ու այս առումով էլի թիրախում կարող է հայտնվել էլի Արաբական Միացյալ Էմիրությունները։ Միաժամանակ Իրանը հայտարարում է, որ կարող է թիրախավորել այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր։ Խորշոդյանի դիտարկմամբ Իրանի թիրախը հիմնականում այն երկրներն են, որտեղ իրականում կան ամերիկյան ռազմաբազաներ, ոչ թե պարզապես հյուրանոցներ։ Իրենք բոլոր այդ վտանգները շատ հստակ հաշվարկում են, հետախուզություն ունեն եւ վերջիվերջով գնահատում են նաեւ դիվանագիտական բոլոր, այսպես շրջանակը, դիվանագիտական շրջանակը, որտեղ միջազգային ներգրավումը նման դեպքում շատ ավելի կոշտ կլինի Իրանի դեմ։ Նրա դիտարկմամբ, եթե նման վտանգ լիներ, Միացյալ Նահանգները վաղուց կտեղեկացներ եւ կտարհաներ իր դիվանագետներին։ Այս պահին պարզ է միայն մեկ բան՝ իրավիճակը չափազանց փխրուն է։ Փորձագետների կարծիքով այս հակամարտությունը կարող է վերածվել սառը պատերազմի նման իրավիճակի, եթե չգտնվի արագ լուծում։ Մի կողմից Իրանը փորձում է առավելագույնս շահարկել իր դիրքերը, մյուս կողմից Միացյալ Նահանգները կանգնած է բարդ ընտրության առաջ՝ գնալ էսկալացիայի, թե ընդունել բանակցությունների ճանապարհը։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։